Ինչ կա ժողովուրդ, այսօր մի քիչ ուրիշ ձևի վիդեո եմ նկարում, ոնց տենում եք, սպորտերը դուսն են, տեղերով մինաց փոխում եմ պարկովքում։ Դի Ագուստան փոշին մի քիչ մաքրեմ, հանեմ դուս մոտոն, ու թեթևի մեջ պատմեմ, թե այսօրվա ֆորմատը ինչ է լինելու ու խիալն է։ Այսօրվա վիդեոն իրականում լինելու է թեթևի մեջ մոտո ունենալու իրականության մասին ժողովուրդ։ Մի քանի մոտո ունենալու իրականության մասին։ Մի բան, որ շատերը չեն հասկանում, որ երբ որ դու մոտո ունես մի քանի հատ, то պահելը բարթանում է նմանապես մի քանի անգամ։ Ես այս պայն Ագուստան եմ փոշին մաքրում ու իպոնենց էլի իրանց գողած է, կատանայից է կառնում ես, իպոնենց նյութով տենց սիրուն մշակում բան, ու մինչև մյուս քշելը գա Ագուստայի ասենք, ինքը էլի փոշոտ է լինելու։ Այդ մինուսներից մեկն է հենց մի քանի մոտո ունենալու, որ չես հասցնում սաղ մաքուր պահես իրականում։ Ասում ամենաչսիրած բաներից մեկը հայլների կեղտոտը լինելն է։ Ինչ կասեք ժողովուրդ, կարմիր, թե սև, որն է դզում երկու սպորտերից։ Ոնց որ միշտ կոմենտ են գրում ներքևում, որտեղ մի այլ կարգի օգնում է մեր վիդեոներին։ Իրականում շատ եմ խոսացել այն թեմայից, որ սպորտերով վլոգեր նկարելը բարդ է, դրա համար այսօր ասում եմ, ուրիշ ֆորմատ ենք անում, փորձարկում եմ, եթե լավ ստացվի, եթե վատ ստացվի, հիմա այսօր Կիրակի է, так что ամենալավորն է մոտո քշելու համար, ես գնում փոխվեմ, հետիշնեմ, Ագուստան հանենք, միտեղ կկանգնենք ու կխոսանք։ Կստացի R1-ի պագրիշկեմ կփոխվի ու դրվում է Michelin Pilot Power 2CT։ Իմ մոտ R1-ի վրա միշտ Michelin Pilot Power ա եղել, ու միշտ գոհ եմ եղել։ Ու այդ էլ հենց այն պատճառներից մեկը, որ ասում եմ մի քանի մոտո պահելը բավականին իր խնդիրներ ունի։ Դու միշտ զբաղված ես յուղեր փոխելով, ցեպեր մաքրելով, մոտոները մաքրելով իհարկե, միշտ զբաղված ես պագրիշկեքը հետևելով, ու երբ որ ասենք մի մոտոյի դեպքում դու այդ կենտրոնանում ես մի մոտոյի վրա, այս դեպքում դու զբաղված ես ու կենտրոնացած ես միլիոնատ բաների վրա։ Սպայն հասա կամերայի անկյուն եմ փորձարկում ժողով, երևի տեսել եք ես միլիոն անգամ որ շուտ փորձարկել։ Չի ուզում միանա որ տենամ ես տեմի լույսը, բայց միկրոֆոնը ինքդ ստեատ էր, կարող է լավ չլսվի, եթե լավ չլսվի, oh well, I'm sorry you got. Ով այշում ժողորդ, կիբրգ ձերի թեմաները, ով տարա կոմենտ գրի ներքևում, ու ասի թե ինչ է։ Ինչ կասեք ժողովուրդ, ոնց է ձեզ լսվում,
ոնց է վիդեոն նայվում։ Իրական մի հատ է թեմա ունեմ ես որ կարամ ձեզ ասեմ, որ խնդիր է մի քանի մոտո ունենալու։ Այդ իրականում այնա որ չես կարող կողմնորոշես որ մեկը քշես։ Օ, այսօր Կիրակի է, հազիվ մոտո քշելու օրը։ Որը հանեն։ Գիտեմ, Երմեկը թե ագուստեն։ Դուքարին քշել ենք օրերից երեգը։ Բուդնի օրերին։ Իսկ ագուստան չենք քշել։ Բայց Երմեկը անցյալ շաբաթի հանը, իսկ ագուստան նախանցյալ ժամանակն ագուստայի, բայց այսօր Երմեկի հավես կան։ Ընկերների հետ տեղ ես գնում։ Որ մոտոն ես հանում։ Դե ես Կավասակի եմ գալի։ Լավ, ես ճապոնականը հանեմ, թե իտալականը։ Իտալական որ մեկը։ Ոչմ good problems, անգլերեն ասում են good problems. But it is what it is, man. Այդ իրա պլյուսներն ու մինուսները ունի։ Եք, ինձ է ես մի քանի րոպե ես մոտոյի շուրջը կնկարեմ։ Вообще օրը կպատմեմ ինչ ենք անում։ Խեմ ես Կիրակիով ես ամեն ինչ նկարում, որտեվ չեսն որ ասում ես թվում է Կիրակի օրը իդեալական օր է մոտո քշելու համար։ Տրաֆիկը թեթև է։ So հետևը սերվում է։ Ու բացի տրաֆիկից ամեն ինչն է թեթև։ Շատ թույն է այդ։ Նա, ոնց պաուզա։ Մի հատ նյուանս, որ Կիրակի օրով տեղի անեն ու ժողովուրդը, տենա որ մենակ ես չեմ որ հասկանում եմ, որ մոտո իդեալական քշելու ժամանակը, նաև մարդիկ ովքեր ավտո են քշում, օրինակ համար այս աղբերս, հասկանում են նույնը, ու լիքը վաղ բաներ են պլանավորում, որտեղ ես պիտի համ հասցնեմ մոտո նկարեմ, մոտո քշեմ, նկարեմ, ապա պիտի հասնեմ իր հետ հանդիպեմ, ավտոյով տեղ ունենք գնալու եւ այլն։ Տրաֆիկը բայց Կիրակի օրերով իրոքից կայֆ է տալի։ Սենցելներ ամեն օր ես ես երկրից вообще չէի բողոքի։ Բողոքի գիրքը երբևէ չէր բացվում, միշտ փակ կմնար։ Իսկ հիմա մի թեթև խոսանք պլյուսներից մի քանի մոտո ունենալու, որտեվ շատերն են ինձ այդ հարցնում, դաժե շենքի բնակիչները այն որ ախպերս այսքան մոտոյի իմաստը որն է, վատ առումով չենք հարցնում, պրոստը հետաքրքիր է։ Այսքան մոտոների իմաստը ժողովուրդ են, որ նայեք էլի սեքսուալություն այլ դուսուս ո՞վ չունե բայց չէ իրականում ամեն մոտոն իմ մոտ ես որ ունեմ իր սպეციფიկ խարակտերն ունի իր սպეციფიկ իմաստը ունի օրինակի համար ագուստան իտալականը ըստ ինձ ամենասեքսուալ մոտոն է ու ըստ այկմայի էլ որտեվ ամենասեքսուալ մոտոյի Պրիզնաշահ է տարիներ շարունակ Միլանում բայց բացի այնից օրինակ ամենասեքսուալն է ինքը sense ակնհայտ խարակտեր ունի շարային իրեքը ակնհայտ իր սեփական խարակտեր ունի որ ամեն մոտո չի որ ունի ինձ թվում է ոչ մի մոտո բացի իրանից չունի նմանվելու մի քիչ համեմատաբար կարաս ասես Triumph Daytona-ին 675 բայց նույնը չի բացարձակ նույնը չի Ագուստան իր խարակտերը ունի շատերը ասում են օ Daytona-ից են գողացել Ագուստայի մոտորը սուտա միաժամանակ են հաճախ իրանք եթե չեմ սխալվում միաժամանակ են developer-ը իրանց մոտորները իրենց անկախ ու այն որ Ագուստան ունեցել է շարային 3 մոտոր այդ էլ GP 500-ի վրա է եղել եթե չեմ սխալվում 70-ականներին բացի դրանից ժողովուրդ ասեմ որ ասենք մեր մոտ R1-ը արդեն դառնում է լիտրանոց մոտո իսկ դուքարին էլ էլի պադ լիտր ոչ սա բավական բարձր կուբատուրայով բավական բարձր ձեաուժերով մոտոներ են դուքարին էլ իրանով բայց ավելի կոմֆորտնի է ավելի ասենց խարակտերով լի է ավելի ձորգնի է քաղաքում թույնա քշելը R1-ն էլ իհարկե լիտրը կլասիկ ճապոնական մոտորը ամեն առումով սենց ես փորձում եմ նաև այս վիդեոն քանի նկարում եմ նցանը որ շարժ ժողովուրդը սենց բան չանի չխանգարում իրանց ու այդ խնդիրներից մեկն է որ ուզում եմ թեթևի մեջ բարձրացնեմ այս կողքից մի հատ թեմա է ժողովուրդ անենց մոտո քշեք կամ անենց ավտո քշեք անենց вообще ամեն ինչ արեք որ ուրիշներին չխանգարեք դա վատ բան չկա որ տենց անեք դա մենակ հիանալիություն կա որ սա պրոստը իրար հետ գոյություն են ունենում ու մեկը չի ասում հալա վեսի խիաստ է հալա վեսի չանում հալա վեսի հոաննասուն չի ու իհարկե ռեալ են հարցին արդյոք մի քանի մոտո արժի ունենալ ես կպատասխանեմ կախված է ինչ մոտոներ եք ուզում խի եք ուզում ու ոնց եք ձեր մոտոները
օգտագործում ժողովուրդ։ Որտեվ մենակ մոտո ունենալը հեշտ է։ Okay, մի քիչ insurance-ն բարձրացե, okay։ Ծախսերը կրկնակի երրակի ավելանում է, չնայած որ ավելի քիչ ես քշում ամեն մոտոն, պլյուսներ, մինուսներ, բայց կարամ մի բան ասեմ, որ եթե դուք են մարդն եք, ով ուզում է ամեն օր մոտոն քշի ու իդեալական պահի ու ժամանակ չունի, որտեվ 9-ից 6-ը գործի է եւ այլն, ես կասեմ, որ երևի թե ավելի հեշտ է մի հատ մոտո ունենալ ու իրան հավեսով պահել, ամեն ձևի ուշադրությունը գնա իր վրա, քան թե կոլեկցիա հավաքել։ Քանի չեմ մոռացել ժողովուրդ։ Իսկ հետո խոսանք Redex-ի մասին, ժողովուրդ, կարաք այս մայքեքը առնեք Rider and Ready խանութից shop.riderandred.com Redex նշանակում է Red Exclusive ու Redex-ը այդ պրոստը մայքեք չեն, այդ մենտալիտետը, այդ փիլիսոփայությունը մոտո քշելու համար ու եթե դուք հաշվում եք Redex, ուրեմն դուք promote եք անում լրիվ մոտո քշելու մշակույթ, լրիվ այն մշակույթը, որ ես փորձում եմ բրթեմ Հայաստանում, որը որ թույն մոտո քշելա, ապահով մոտո քշելա, պատասխանատու մոտո քշելա, ու եթե օրենք ես խախտում, էլի պատասխանատվությամբ ես անում, որ ոչ մեկին չխանգարես։ Ու քանի Redex-ի թեմայից ենք խոսում, ժողովուրդ, ասեմ նաև, ինձ պատժերժ անելու միակ ձևը այդ մայքեք առնելը չի, ինձ պատժերժ անելու մյուս տարբերակներից մեկը, այնա, որ դուք կարաք member դառնաք YouTube-ում, ու եթե մի քանի հոգի արդեն ունենանք YouTube-ում member, իրանք կստանան պլյուս օրինակի համար այն, որ առաջինը կտեսնեն վիդեոն, մինչև ինքը գնա public, ու բացի դրանից $3.5 էր այդ ամեն ինչը ամսական, $3 կամ $5 տալով Rider and Ready channel-ին, դուք կօգնեք այս channel-ը, որ ավելի աճացնենք վերև, ավելի թույն բաներ անենք, ու եթե շատ subscriber-ներ լինեն, ու հնարավոր sponsor լինի, այդ վաղ արդեն կարելի է giveaway-ներ անել հենց Redex մայքեքի, որ դուք կարողանաք հագնեք, դաժե եթե չեք ուզում subscriber դառնաք, այս կարողանաք շահեք, հագնեք ու լիքը տեղ Rider and Ready ներկայացնեք ժողովուրդ։ Հենց այս պահելու մասն է խոսում։ Մոտերում արմարից սալնիկները փոխելու ժամանակն է լինելու։ Այս տիպի վյուկեքի վրա սենց բաները փոխելը լրիվ ստանդարտ է ժողովուրդ, թե դրանից մի նեղվեք, եթե տանց բանկա ձեր մոտ, բայց առեք օրիգինալ սալնիկներ, փոխեք ու սա խնդիրները դրանով կանցնի։ Իրոքից մի քանի մոտո պահելը, ասում եմ, բավականին գլխացավանք է, եթե չես սիրում այնքան շատ, որ ասես, you know what, գլխացավանքը մի կողմ, ես մեկը ուզում եմ այդ ամեն ինչը անեմ, բայց այս սիրուն եղանակի հետ մեկտեղ մի անգամ է ձեզ ասեմ ժողովուրդ, եթե կարելի է like ու subscribe եղեք, պատմեք ձեր ընկերներին Rider մասին, comment գրեք, թե որ մոտոն եք իմ մոտոններից սիրում ամենաշատը, ես գնամ, հուսում եմ կհասցնեմ MotoGP-ն նայելու, այսօր Misano եմ, այսօր թույն գոնկա ելնելու, տեսնենք մեզ վիդեոյում։